թուղթը ընդհանուր առմամբ պարզ է ինչ փաստաթուղթ էր, մենք կարող ենք կանխատեսել ոչ թե կոնկրետ ինչ է գրված այդ փաստաթղթի մեջ, չնայած մեծ հաշվով նաև պարզ է թե ինչ է գրված, դետալներում են այստեղ կարևոր մանրուքների դետալներում են լինելու։ Փաստաթուղթը մեծ հաշվով հենց մադրիդյան սկզբունքներից բխով, Կազանյան փաստաթղթից բխով 2016 թվականի Լավրովյան այդ պլանի ռուսական առաջարկներից բխով փաստաթուղթ էր, որը ամենայն հավանականությամբ ավելի քիչ նպաստավոր էր հայկական կողմի համար, քան այդ բոլոր նշված փաստաթղթերը, այստեղ կարծում եմ էական է լինելու օրինակ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ դրույթը, որտեղ է հիշատակում, ինչպես է հիշատակում եւ այլն, բայց ընդհանուր առմամբ ինչ էլ գրված չլինի այդ փաստաթղթում, պարզ է որ այն երանելի փաստաթուղթ կլիներ հայկական կողմի համար, հաշվի առնելով այս վերջնարդյունքը, որ կա, ու այդ առումով իհարկե իշխանությունների համար, որոնք արդեն խոստացել են հրապարակել այն մինչև տարավերջ, խնդիրը լինելու է ոչ թե այդ փաստաթղթի հրապարակումը, այլ այդ փաստաթղթի մեկնաբանությունը։ Այսինքն այն, ինչ արել են վերջին տարիների ընթացքում